Իմ սրտի բաղձանքը բորբոքվում, սակայն անարժան լինելս հետ է պահում։ Հույսը ստիպում և սուրբերի սերը շտապեցնում է, սակայն հոգուց տկարությունը թույլ չի տալիս համարձակվել։ Սերը մեծ է, ամեն բանից առավել Աստծո երկյուղն է գովելի։ Բազում են պատճառները լռության, և շատ են արգելող կասկածները, քանզի նվազել է ժամանակը և ցամաքել է շատերի սերը։ Սակայն ինձ բարի է թվում աշխարհիկ հոգսերով զբաղվելու փոխարեն զբաղվել խոսքի քննությամբ և ձեռնարկել սուրբերի պատիվն ու փառքը ներկայացնելու։ Քանի որ Տերը, որ քննում է սրտերն ու երիկամունքները, ճանաչում է մարդկանց խորհուրդները և գիտի յուրաքանչյուր միտք։ Իմ առջև դրված է սուրբերին գովությամբ պատվելու գործը, որպեսզի Աստված փառավորվի։ Սա քահանայական տոն է, այդ պատճառով էլ պատվելի է։ Մեր ազգի են այս պատվողները, և առավել երախտավոր են այս սուրբ հովիվները, հոգևոր հայրերը, բարեփառ ծնողները, պատված քահանաները, ճշմարիտ դաստիարակները, քանի որ ծնեցին և մեծագույն սիրով սնեցին հոգևոր զավակներ և կենդանի հույսով հաստատեցին նրանց։ Արդ ինչ հատուցենք մեր հոգևոր հայրերի մեծագույն երախտիկների փոխարեն, կամ ինչ տանք իտրիտուր նրանց հոգևոր գործերի ու չարչարանքների։ Քանզի եթե պատվեր ստացանք պատվել բոլոր սուրբերին, ապա որքան առավել պիտի պատվենք մեր ազգի առաջնորդներին ու մեզ հոգևոր շնորհներով ծնողներին, որքան պիտի շնորհակալ լինենք մեր հոգևոր հայրերին տոնասիրությամբ, որպեսզի ապերախտների և անշնորհակալների հետ չդատվենք, քանզի հավատով և սիրով հոժարելը հաճելի է Աստծուն ու նրա սուրբերին։ Եվ արդ եկեք այժմ, սիրելիներ, մտքի աչքերով տեսնենք սուրբերի նահատակությունը։ Թերևս կարողանանք փոքրիշատե ընծայաբեր լինել մեր սուրբ լուսավորիչներին ու հոգևոր ծնողներին։ Մեզ այսօրվա տոնին կոչողները և մեր ժողովվելու պատճառը ոչ թե մեր բարեփառ հայրերից մեկը կամ երկուսն են, այլ վեհ ու պատվելի բազում անձինք, գրեթե բոլորը մեր լուսավորության սկիզբն են և առաջնորդապետերը Թորգոմյան ամբողջ ազգի։ Արիստակես և Վրդանես, Հուսիկ և Գրիգորիս, նրանց հետ նաև մեծն Դանիելը սքանչելի երևաց, սրբությամբ միանալով սուրբերի սրբագույն սիրուն, և այս երանելիները, որոնց հիշատակը տոնախմբում ենք, ոռոգվելով անճարելի վտակի առատաբուխ աղբյուրից, մեր մտքի ծարավ անդաստանները ոռոգեցին աստվածային շնորհների պարգևներով, եկեղեցու ջահեր ու քրիստոնյաների ուրախություն, Տիրոջ տաճարի հիմնադիրներ, ժողովրդի ուղղափառությամբ դաստիարակողներ, Աստուծո և մարդկանց միջև խաղաղության միջնորդներ եղան։ Հաղթվեցի և խոստովանում եմ իմ պարտությունը ձեր շնորհի առջև, ով սուրբ հայրեր և ճշմարիտ հայրապետներ, բարեփառ հոր երանելի որդիներ, մեծ քահանայապետ Արիստակես, սուրբ վարքով հորդ ժառանգորդ, մանավանդ կուսությամբդ առավել քան նա վարդապետության խոսքով հոգևոր սուսեր երևացիր։ Նա իբրև սուրբ Գրիգորի փոխանորդ Նիկիայի ժողովում էր հավատո հանգանակի ընդունման ժամանակ, ապա վերադարձավ սուրբ ժողովից և մեծ հանդիսությամբ սուրբ հոգու շնորհներով զորացած եկավ հասավ հայոց աշխարհ։ Նրա համբավը տարածվեց երկրի բոլոր կողմերում, ուր և գնում էր նա, ողջագուրում էին նրան ասելով. այս այն մարդն է, որ եզների զույգը ծովի ալիքների վրայով անցկացրեց և ջրերի վրա ակոս ձգեց։ Նաև փրկչի նման իշխանությամբ ու զորությամբ սաստում էր հողմերին ու ծովին և հնազանդվում էին իրեն, նաև պիղծ այսերին հրամայում էր և ելնում էին,
բժշկում էր բոլոր հիվանդությունները, նաև անասունների, Սուրբ Հոգու զորությամբ, որ իր մեջ էր։ Նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին ու ախտաժետներին, և նա բժշկում էր բոլորին մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ։ Տեսնելով կատարվող սքանչելիքները, բազմությունները փառք էին տալիս Հիսուսին ասելով. «Ինչ որ լսեցինք, այն էլ տեսանք»։ Այսպիսի մեծասքանչ հրաշքներով և չքնաղագեղ ճոխությամբ եկավ մեր երանելի Սուրբ Գրիգորիս Լուսավորչի իր հոր և մեծ արքա Տրտատիոսի մոտ, իր հետ բերելով մեծ ժողովում հաստատված հավատի կանոնական գիրը և մատուցեց իր խորը մեծ թագավորի առջև։ Նրանք մեծ ուրախությամբ ընդունեցին այն, մեր Սուրբ Լուսավորիչը փոքր-ինչ հավելեց և հաստատեց այն Հայաստանյայց եկեղեցում, Տիրոջից հայցելով, որ մինչև նրա երկրորդ գալուստը այն հաստատուն մնա իր վիճակում։ Ապա Սուրբ Գրիգորը Սուրբ Կարապետ տաճարում երանելի Արիստակեսին իրեն փոխանորդ ձեռնադրեց։ Սա իր հորից մեծն Գրիգորից հետո հայրապետական աթոռին մնաց 8 տարի, բարվոք վերակացությամբ և ճշմարիտ վարդապետությամբ հանդիմանելով չարերին և հանցավորներին, և ամբարիշտ բռնակալին սաստիկ հանդիմանելու պատճառով սպանվեց և ցնծությամբ հասավ Քրիստոսի մոտ, ում փափագում էր մանկությունից ասելով. «Տեր, ոչ ոքի այնպես չսիրեցի, ինչպես քեզ»։ Այսպես փոխվեց աշխարհից երանելի Արիստակեսը, ճշմարիտ քահանայապետն ու բանական հոտի քաջ հովիվը, առաքելաբար ճգնելով և նրանց աթոռակից դառնալով, մեծ սգի մեջ թողնելով իր վիճակը, որոնց համար աղոթում է միշտ Տիրոջը. «Մի անտեսիր քո ձեռքի գործը, հավիտյան փառավորյալ Թագավոր»։ Նրանից հետո նրա երեց եղբայրը, երանելի Վրդանեսը, ոչ միայն մարմնի մերձավորությամբ կցորդ, այլ նաև հոգևոր առաքինություններով հավասար եղավ նրան և պանծալի պատվով հաջորդեց նրա քահանայապետական աթոռին, բազմազան շնորհների ընդունող եղավ և Տիրոջ կողմից մեծամեծ պարգևների արժանացավ մարդկանց փրկության համար։ Նա լուսավորում էր կույրերին, քայլեցնում էր կաղերին, առողջացնում էր անդամալույծներին և բժշկում էր բոլոր ցավերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որով Տիրոջ անունն էր բարձրանում ու փառավորվում նրան փառաբանողների մեջ։ Նաև ճշմարտությամբ միշտ քարոզում էր ուղղափառ վարդապետությունը, բոլորին խրատելով բարի գործերի և առաքինասեր վարքի մեջ մնալ։ Որքան սքանչելիքներ գործեցին այս երանելիները և կատարեցին բժշկություններ, որոնք չգրվեցին մեր ազգի ծուլության ու անփութության պատճառով։ Երանելի և մեծ քահանայապետ Վրդանեսը 2 անգամ իր հուժար ջանքերով նորոգեց թորգոմական տան արքունական աթոռը, միշտ հորդորելով բարեպաշտության հավատով և ճշմարտության գիտությամբ իրավամբ և արդարությամբ հաճոյանալ Աստծուն, որպեսզի այժմյան թագավորության փոխարեն հավիտենականը ժառանգեն։ Եվ ինքը, երանելի Վրդանեսը, հանապազ առաջադիմում էր ամենայն բարի գործերի մեջ, բոլորին օրինակ դարձնելով իր անձը, քաջ էր և արի հովվության գործերում, մարդասեր էր և ողորմած, բարետես և քաղցրահայաց, հեզաբարո և ներողամիտ, աղքատասեր և դարմանող, անօխակալ և անհիշաչար, որբերի մասին հոգացող և այրիներին խնամող, ողջախոհ և սրբասեր, անաչառ և իրավարար, բարեմիտներին հորդորում էր բարի գործերում, չարերին դարձնում մոլորության ճանապարհներից, ոմանց քաղցրությամբ, ոմանց հանդիմանությամբ, ոմանց խստությամբ և ոմանց փափկությամբ, ոմանց խնդրելով և ոմանց մխիթարելով, և այսպես յուրաքանչյուրի համար բացում էր ապաշխարության դուռը։
Մարմնի մեջ անմարմին և Քրիստոսի կենդանի վկա, երկրի վրա հրեշտակ և երկնքում ճշմարտապես մարդ էր երևում, ճգնությամբ միշտ սպանում էր երկրավոր անդամները ըստ Առաքյալի, ճշմարիտ կենցաղավարությամբ և ուղիղ վարդապետությամբ իրենից հետո եկածների համար վերակացության բարի օրինակ և բոլորի համար բարի նպատակ էր լինում մարդկանց փափագելի և Աստծուն հաճելի։ Նա խաղաղ կյանքով ապրեց աշխարհում և բարի պատվով ննջեց իբարս Աստծո և փառքով պսակվեց երկնքում միանալով հայրապետ հայրերին և քահանաներին։ Նա եղավ քաջ հովիվ, որ միշտ դնում էր իր անձը իր հոտի համար, եղավ ճգնավորների հետ ճգնող, վկաների հետ ամեն օր աշխարհի համար մեռնող, որի համար աշխարհը խաչ էր ելել, իսկ ինքը աշխարհի։ Նա միշտ փափագում էր ելնել այս մարմնից և Աստծո հետ լինել, բաղձանքով լի սիրով հանապած պաղատում էր մեծն Դավթի հետ, թե երբ պիտի գամ երևամ մեծ Աստծուդ, շուտ հրաժեշտ փնտրելով այս աղտալից կյանքից։ Այսպես ապրելով այս աշխարհում բարձրացավ վերին Սիոն և Աստծո մոտ մեր բարեխոսն է միշտ։ Ապա նրան հաջորդում է նրա բարեփառ որդին սրբության շառավիղն ու հույսի ժառանգը, սրբազան հայրապետ Հուսիկը, հորաթոռի փոխանորդն ու նրա առաքինության նախանձախնդիրը։ Նա մեծ Եղիայի նման Տիրոջ նախանձախնդրությունն էր կրում իր հոգում, մեծ Կարապետի ու Մկրտչի Հովհաննեսի պես Փրկչի փառքի վրեժխնդիր էր, Աստծո որդու ճշմարիտ վկա բանական հոտի հոգևոր հովիվ։ Արդար և մարդասեր Տիրոջ նման իր անձը դնում, գորովագութ սիրով հոգում էր իր հոտի փրկության համար։ Գթածաբար գոչում էր բարեգութ և ողորմած Աստծուն. «Մի մերժիր մեզ քո ողորմությունից, մի ցրիր քո ուխտը և մի հեռացրու քո ողորմությունը, մի մատնիր մեզի սպառ քո սուրբ անվան համար, այլ փրկիր մեզ որսողի որոգայթներից քո սիրելի Գրիգորի, քո ընտրյալ Արիստակեսի և քո սուրբ Վրդանեսի համար։ Հիշիր, Տեր, Գրիգորին և նրա հեզությունը, թե ինչպես ուխտ դրեց իր Աստծու հետ, թե եթե ելնեմ խոր վիրապից և թունավոր գազանների միջից, եթե տեսնեմ արևի լույսն ու շրջեմ երկրի վրա, քուն չեմ տա աչքերիս և նինջ արտևանունքներիս, մինչև չընդունեմ այս ազգի փրկության ավետիսը։ Տեր Աստված երկրի և երկնի, մինչև այս չլինի, մի տուր, որ բերկրի քո ծառան։ Արդ, բարերար Տեր, հիշիր քո ծառայի ուխտը և նեղված հոգիների պաղատանքը անտես մի արա, փառք քո անվանը, որ փառավորյալ ես հավիտյան։ Մեր անձերը նեղված են, Տեր, և մեր հոգիներն առավել ձանձրացել են հանդգնությամբ մեզ վրա հարձակվող անօրենների պատճառով։ Քեզ ենք կանչում, Քրիստոս փրկիչ մեր, լսիր քեզ հուսացողներից աղոթքի ձայնը և փրկիր մեզ հալածողներից, քանզի ամեն ժամ փառք ենք վերառաքում քեզ, Հորը և Սուրբ Հոգուն հավիտյանս։ Ամեն։ Այսպիսի գորովագութ սիրով աղոթում էր մեր քաջ Հովվապետն ու մեզ հոգևոր երկունքով երանելի ծնողը, երանելի Հուսիկը, իր բանական հոտի համար, այսպիսի արտասվագոչ պաղատանքներ էր մատուցում բարեգութ Աստծուն իր բանական խաշների համար։ Այսպիսի սիրալիր գթով գոչում էր ամենագութ Տիրոջը արագահաս օգնականության համար, շարժելով դեպի գութ ու ողորմություն նրան, ով երբեք չի դադարում գթալուց։ Այսպիսի թախծող սրտով հեղում էր իր անձը Աստծո առջև և հորդառատ արտասուքով ոռոգում երկիրը։ Երանելին, որ կամենում էր, որ բոլորը փրկվեն և ճշմարտության գիտությանը հասնեն, գնում էր թագավորի մոտ
Եվ աստվածային պատվիրաններով ջանում նրան ուղղության բերել և դարձնել իր ապերասան բարքից, հիշեցնելով նրան Տիրոջ մարդասիրություն ու նախնիների երախտիկները, նրանց ջանքերն ու չարչարանքները։ Ասում էր. «Ով թագավոր, ինչու ես անմտանում հանդգնելով մեղքեր գործել։ Եկեղեցին գնված է Քրիստոսի պատվական արյամբ և ազատված է թշնամու ծառայությունից։ Ինչու ես կրկին ջանում այն մտցնել չարի ծառայության մեջ, չլսեցիր Քրիստոսից, որն ասում է. «Ով խփվի այս վեմին կփշրվի, և ում վրա ընկնի այն կճզմի նրան»։ Սուրբ եկեղեցու քարերը շաղախված ու ներկված են Քրիստոսի կողից հոսած աղբյուրից։ Սրա հարկերը հիմնվել և հաստատվել են առաքյալներով, մարգարեներով, հայրապետներով և ավարտվել են վկաների մարտիրոսությամբ։ Հրեշտակների բնակարան և մարդկանց քավարան են կարգված դրանք։ Աստվածության աթոռն է սրա մեջ կառուցված, ու աստվածության բնակարան է այն խոստովանված։ Նորածնյալներին Աստծո որդիներ է դարձնում, ամուսնացածներին ողջախոհությամբ զարդարում, ննջեցյալներին սուրբերին հավասարեցնում և երկնքի արքայության մեջ հանգստացնում։ Ինչու ես այն դևերի բնակարան դարձնում, ինչու ես Աստծո տաճարը կուռքերի բագին, փրկության հարկը կորստյան տեղ, տունը պղծության վայր դարձնում։ Ինչ օգուտ ստացան նրանք, ովքեր այդպես անմտացան։ Ուր են առաջին թագավորները, չարագույն և ապերասան, որ դևերի պաշտոնյաներ էին։ Միթե ծխի պես չցնդեցին և չեղան ինչպես փոշի, որին տարավ մրրիկը։ Երանի թե միայն այս լիներ։ Նրանք սպասում են հավիտենական տանջանքներին ու անանց հրին։ Իմացիր, ով թագավոր, որ ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է, և հայրենի ցանկապատը քանդողին կխայթի թունալից օձը։ Եվ մի զարհուրեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում և հոգիների վրա իշխանություն չունեն, այլ նրանից, որ կարող են երկուսն էլ կորստյան մատնել գեհենում։ Ես կամենում և Աստծուց հայցում եմ, որ ժառանգես նաև երկնային արքայությունն ու անանց փառքը։ Հիշիր հավատի վեմեր Գրիգորին և Տրդատին, իմ հորն ու քո հորը, որոնք քանդեցին մեհյաններն ու նրանց տեղում եկեղեցիներ շինեցին ու խաչ կանգնեցրին։ Իսկ դու բարձրյալ Աստծո տաճարները դևերի բնակարան ես դարձնում։ Ինչպիսի տանջանքների ես արժանի, որ գեհենը քեզ պիտի այրի, քանի որ կրկնակի է ապերասանությունդ, ուրանում և մեղանչում ես սրբությունների դեմ։ Աղաչում եմ քեզ, լսիր ինձ, քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, քանի դեռ փրկության հույս կա և բաց է ապաշխարության դուռը։ Այժմ արտասուքով ընկիր Տիրոջ առաջ և ապաշխարությամբ աղաչիր նրան։ Դավթի պես ասա՝ մեղա՛դ էր, և կլսես պատասխան, թե Տերը թողեց քո մեղքերը։ Արտասվիր Պետրոսի հետ և վերստին կընդունես Տիրոջ մարդասիրության շնորհը։ Պողոսի հետ խոստովանիր անգիտությունդ, Մաքսավորի հետ քավություն խնդրիր, ավազակի հետ բարձրաձայն գոչիր. հիշիր ինձ Տեր քո արքայության մեջ։ Եվ կլսես պատասխան. Աստվածատունք դրախտը ժառանգելուդ մասին։ Բազում մեղավորներին օրինակ և հուսահատվածներին վստահություն եղիր, որ քեզ նայելով ապաշխարության զղջման գան և հույս ունենան թողություն գտնել։ Մանասեի հետ գոչիր. արժանի չեմ երկինք նայելու իմ բազում անօրինությունների պատճառով, քանի որ արձաններ կանգնեցրի և շատացրի իմ հոգու ցասումը, որով կքավվես մեղքերիցդ, փրկության կհանդիպես և ողորմություն կգտնես։ Ահա քեզ ամեն ինչ ասացի, եթե լսես, կապրես տիրապես։ Սակայն Սուրբի խոսքերը չազդեցին թագավորի վրա,
այլ նրա սիրտը կարծրացավ, խցեց ականջները և իմաստուն դեղատուից դեղ չառավ, այլ հրամայեց ուժգին ծեծել նրան մինչև վախճանվելը։ Այսպիսի մարտիրոսական վախճան ունեցավ Հուսիկը, առաքելաբար ավարտելով իր ընթացքը, պահելով հավատը և բարի անուն թողնելով աշխարհին։ Իսկ Հուսիկի եղբայրը Լուսափայլ Գրիգորիսը 15 տարեկանում դարձավ Աղվանից աշխարհի եպիսկոպոս, ծերունական հանճարով և սրբասեր վարքով Աստծո փառքի ընտիր անոթ եղավ, Երանելի Պողոսի նման բարբարոս ազգերին կենաց խոսքը քարոզեց, արիաբար մարտի մեջ մտավ Բանսարկոյի բռնության դեմ, իրեն իբրև բոլորապտուղ անուշահոտ պատարակ մատուցեց Տիրոջը։ Երբ հասավ այն երկիրը, ջերմեռանդ սիրով ճշմարիտ վարդապետությունը քարոզեց նրանց ասելով. «Ով մարդիկ, դարձեք դեպի ձեր Տեր Աստված և ճանաչեցեք ձեր Արարչին ու Ստեղծողին, զուր մի վատնեցեք ձեր բանականության շնորհն ու իմաստության հանճարը անմիտ անասուններին հավասարվելով, այլ իմացեք, որ ձեր Տերը երկնքում է, որը կարող է բոլորին կերակրել իր զորության խոսքով։ Նրա հրամանից է կախված արարված ամբողջ բնությունը, նա ասում է արեգակին և այն չի ծագում, անձրևը հրի է փոխարկում, որն իր ձեռքին ունի ամենայն կենդանի արարածների շունչը, փակում է և չկա մեկը, որ բանա, բացում է և չկա մեկը, որ փակի, որ փակեց ծովը ավազով և ինչպես կամենում փոխում է ամեն բան։ Արդ իմ հայրեր, եղբայրներ և Քրիստոսի հավատի որդիներ, լսեք Տիրոջ պատվիրանների հրամանները, որպեսզի բարի լինի ձեզ և ողորմություն գտնեք մարդասեր Փրկչից»։ Այս և սրանից ավելին էր ուսուցանում Սուրբ Գրիգորիսը աղվաններին, հորդորելով նրանց և հավատի ու ճշմարտության գիտությանը կոչելով։ Սակայն վայի արժանի անօրեն մարդիկ չարչարանքներ հնարեցին Սուրբի համար և գտան, նրան կապեցին ձիու պոչից և քարշ տվեցին այնքան, մինչև բզկտվեց նրա մարմինը։ Իսկ ինչ էր անում երանելի քահանայապետը չարչարանքների ժամանակ։ Իսկապես նմանվելով իր տիրոջն ու քաջ հովվին, աղոթում էր իր հոտի համար, նրանց հոգու փրկությունը հայցելով Տիրոջից և ըղձում էր, որ իր մահը նրանց փրկության պատճառ լինի։ Մինչև իր շունչը սպառվելը այս էր խնդրում Տեր Աստծուց, որպեսզի իր մահվամբ նրանք փրկվեն, ինչպես որ եղավ։ Սուրբ քահանայապետի խնդրվածքները կատարվեցին, քանի որ հետո նրանք ճշմարտության գիտությանը դարձան և իրենց Սուրբ Հովվապետի նշխարները մեծ փափագով խնդրեցին ու գտնելով փառավորապես պատվեցին, քանզի այդ ազգից բարեպաշտ և Աստծուց երկյուղած թագավոր ելավ և Աստծուց խնդրելով Ամարաս գյուղում գտավ դրանք և ամեն տարի մեծազգան չանդիսությամբ տոնախմբում էր նրա հիշատակը։ Ամեն բան այսպես եղավ Սուրբի աղոթքներով և իրեն փառավորողի փառավոր մահվամբ փառավորվեց Աստված հավիտենական փառավորվածը։ Ամեն։ Եվ արդ այս չորսը Սուրբ Գրիգորից մեր լուսավորչից են սերում, նրա ցանկալի բողբոջներն են ոչ միայն մարմնով, այլ նաև հոգևոր շնորհներով, սրբությունը սիրողներ, Աստծո փառքի քարոզիչներ, խաղաղության միջնորդ և Աստծուն մարդկանց հետ հաշտեցնող, վարդապետներ ու դաստիարակներ, երկրում մարդկանց բնակակից, իսկ երկնքում հրեշտակներին դասակից, եկեղեցի նավի նավապետներ ու Տիրոջ ժողովրդի պատրաստողներ եղան։ Եվ արդ ուրիշ ինչ ասեմ, խոսքի զորությունը տկար է, տենչալի տունկեր և թորգոմա տանը կերակրող արմավենիներ, առաքելական շնորհ ու մարգարեական պատիվ ունեցողներ, եկեղեցու սյուներ, Քրիստոսի հոտին բարիք բաշխողներ, Սուրբ Արիստակես և Վրդանես,
հույս Հուսիկ և Սուրբ Գրիգորիս, քարադեմ հրաշալի կարգ, ըստ հրաշատես Եզեկիելի, Աստվածության հրի փառքի աթոռներ, որոնց վրա հանգչում է Աստված, Հավիտյանս փառավորվողը ամեն բանում։ Նրանց հետ նաև Դանիել, Ասորի հայրը, պատկառելի ծերունին, հայրերի մեջ երանելին, որը մեր Սուրբ Լուսավորչի աշակերտն էր և ապրեց մինչև խործերություն։ Ազգությամբ Ասորի էր, սրբության վարքով հավասար նրանց։ Նա ճգնավորական կյանքով անապատում էր ապրում, հաճելի լինելով Աստծուն, և Աստված նրա միջոցով մեծ քանչելիքներ և զարմանալի հրաշքներ էր գործում։ Երբ ձմռանը կամենում էր լեռնային վայրերով ճանապարհ գնալ, կամ մարմնով հափշտակվում էր և դրվում այնտեղ, ուր կամենում էր գնալ, կամ էլ ճանապարհից անհետանում էր ձյունը և գետինը ցամաքում էր Սուրբի պատվին։ Սուրբ Հուսիկ հայրապետի նահատակությունից հետո նա դեռևս կենդանի էր և անմարմնի վարքով մարմնի մեջ ապրելով ճգնում էր անապատում։ Նրա ճգնության և առաքինասեր վարքի հռչակը հասել էր թագավորին, և նա կամեցավ, որ Հուսիկի փոխարեն նրան նստեցնեն հայրապետական աթոռին։ Եվ քանի որ Դանիելը խիստ հանդիմանեց թագավորին հիշեցնելով նրան Աստված գործերը, թագավորը զայրացավ և առանց պատկառելու նրա հրեշտակական վարքից և տեսքից հրամայեց խեղդամահ անել երանելիին։ Եվ արդ, այս 5 տոնը ըստ պատշաճի միասին կարգվեց, և նրանք տոնախմբությամբ պատվվում են մեր կողմից։ Նրանք մեր իրենց հիշատակը տոնողներիս 5 զգայությունների մաքրման համար միշտ բարեխոսում են Աստծո մոտ։ Եվ նրանք, ովքեր սիրով և հույսով տոնում են սուրբերի նահատակության հիշատակը, առանց չարչարանքների պսակակից են լինում սուրբերին, քանի որ տոնախմբությունը սիրուց է ծնվում, իսկ սերը արժանի է դարձնում Աստծուն, որովհետև Աստված սեր է, և ով մնում է սիրո մեջ, Աստծո մեջ է բնակվում և Աստված նրա մեջ։ Եվ արդ, դուք, ով աստվածային գլուխներ, ոչ մեկ կամ երկու, այլ 5 միասին պատվողներ, սիրով ընդունեք աղքատ մտքիս սակավ հյուսվածքը և բարեխոսեցեք արտեր մեզ համար, պարգևելու մեզ առատ ողորմությունն իր անճար և անսպառ բարիքի, որը դուք եք վայելում, որպեսզի ամենառատ սեղանի ձեր փշրանքներին արժանի լինենք, թերևս սաստիկ սովից հնար լինի փրկվել։ Նաև ամենողորմ Տիրոջից հայցեք մեր աշխարհին խաղաղություն, եկեղեցուն հաստատություն, նրա սպասավորներին մաքրություն և անարատ սրբություն, սիրո կապ և անկեղծ միաբանություն, բանական հոտի վերակացուներին ուղիղ վարք և քարոզչություն, ժողովրդին հավատ և խաղաղություն։ Եվ մենք ձեր հոգևոր սեղանից ուրախացած փառավորենք ամենասուրբ Երրորդությանը, Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։